Հայաստանը որդեգրել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, իսկ դա նշանակում է ֆորպոստ չենք լինելու ընդհանրապես։ Քարոզ արշավի ընթացքում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է հենց այդ քաղաքականության շնորհիվ է, որ ունենք տնտեսական աճ ու բարեկեցության նոր աստիճան։ Անկախությունից ի վեր առաջին անգամ նաև խաղաղության շնորհիվ երկաթուղային կապ ունենք արտաքին աշխարհի, այդ թվում մեր բարեկամ Ռուսաստանի հետ, շեշտել է Փաշինյանը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մեր ձևով ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների ընտրակաշառք է տվել, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Միաժամանակ գերատեսչության հաղորդմամբ նույն անձը բարեգործության անվան տակ Երևանի բնակչին վիրահատության համար անհատույց գումար է տվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, խոզարկություններ են իրականացվել, մի խումբ անձինք ձերբակալվել։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը, որով վերացվել են երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ Արտգործնախարարության խոսնականի Բադալյանի բնորոշմամբ սա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Նշվում է, որ այս որոշումն էական է երկու երկրների միջև առևտրի եւ գործարար շրջանակների կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու եւ խաղաղության ապահովման տեսանկյունից։ Հայկական ատոմային էլեկտրակայան ընկերության 2026 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 միլիարդ 183 միլիոն 900 հազար դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ Որոշումը կայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։ Հանձնաժողովը համաձայնություն է տվել ՀԱԵԿ-ի ներդրումային ծրագրին։ Առաջիկայում ֆինանսների նախարարությունը վարկային պայմանագրեր կստորագրի Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների ապահովման համար։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Երկու վարկերից մեկը, որը տրվում է Համաշխարհային բանկի կողմից, կստորագրվի արդեն առաջիկա օրերին, երկրորդը Ասիական զարգացման բանկից մի փոքր ավելի ուշ։ Երկու պայմանագրերը յուրաքանչյուրը 250 միլիոն դոլար արժողությամբ ավելի վաղ հաստատվել են կառավարության եւ ազգային ժողովի կողմից։ Ստացված միջոցները կառավարությունը մտադիր է ուղղել Արցախից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր ընտանիքների շուրջ 109 հազար անձի համար հիպոթեկային սուբսիդավորման ծրագրի շարունակմանը։ Ախալցխայում Մարդագյուղի Սուրբ Նշան եկեղեցուց սրբապատկերներ են հանվել ու դրվել աղբամանի կողքին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, քրեական գործ է հարուցվել։ Ըստ վրացական լրատվամիջոցների այս եկեղեցին երկար տարիներ վեճի առարկա է եղել ուղղափառ եւ հայ-առաքելական թեմերի միջև, այնտեղ այլևս պատարակներ չեն մատուցվում։ Սրբապատկերներն ու մյուս իրերը վերադարձվել են եկեղեցի, միջադեպի հեղինակներն անհայտ են։ Ամերիկյան Ջորջիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 120 տուն է ոչնչացել, երկու խոշոր անտառային հրդեհներն այստեղ 20 հազար հեկտար տարածք են այրել։ Հարևան Ֆլորիդայում նույնպես ծանր իրավիճակ է, այստեղ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում մեկ փրկարար է զոհվել։ Անտառային հրդեհների պատճառ են դարձել երաշտը եւ չոր եղանակը։